Ոգիս գանդվում, ցավում եմ շատ։ Եռաբլուրում ծանոթ շատ աչքեր է տեսնում Ֆլորան, մեկին է փնտրում։ Կարոտները այնքան շատ ա, որ չես կարող իմանալ։ Արցախում է մնացել ամուսինը, իր ազատագրած հողում։ Իմ ամուսնու Շիրիմը մնաց Արցախում։ Նրա տոնն է, մի ծաղկի էլ չի արժանանում։ Ամաչում եմ, որ հասել ենք այսօրվան, ամաչում եմ այս ինչ որ կատարվում է այս ամենի համար։ Չգիտեմ, ծանր է շատ անհաղթահարելի կորուստ է։ 33 տարի առաջ այրիացած կինը հիշում է, ինչպես էին 90-ականներին ցնծում ամուսինն ու մարտական ընկերները ամեն մի թիս հող ազատագրելիս։ Զոհվեցին հանգիստ խղճով, հայրենիքն ազատագրած, չտեսան Արցախի հանձնումը։ Հույս ունենք, որ մեր բանակը նորից կշտկի իր մեջքը եւ նորից կդառնա այն մարտունակ, այն հզորը, որ կար միջև այս չարագուշակ տարիները։ Զինվոր չպատմել, մի չես կրվել։ Ստեփանակերտի քոլեջում հայրենիքը ամենաշատը սիրելու, կյանքը հայրենիքի համար չխնայելու դասեր էր տալիս։ Չէր պատկերացնում, որ ռազմագիտության դասերն այդքան լավ սերտած կլինեին աշակերտները։ Եռաբլուրում նրանց շիրիմներին միշտ թարմ ծաղիկներ է բերում։ 19-20 տարեկան աշակերտներ, որոնց հիշում են որպես երեխաներ հիմա իրենց կյանքը տված կյանքը ոչ ոք չտեսած հույս պահում եք, էլի որ կարող վերադառնանք։ Վերադարձի հույսը չեն կորցնում Արցախն ազատագրած տղաները, մահապարտները։ Լեգենդար ընկերներին շնորհավորելու են եկել դառնացած սրտով։ Համակերպել։ Այս ամբողջ ծրպավայրը մեր երեխեքն են, մեր բալիկն են։ Երբ պետք է վերջապես արժանապատվություն ունեցող հայը հանգիստ շնչի, խոսում են իրար մեջ։ Արցախը մեր սիրտն է, հայոց ազգի սիրտն է, Արցախը հետ ենք վեկալելու, երբեք չի մնա թշնամի։ Եղբոր աչքերին չի կարողանում նայել Արցախում նրա հետ կռված տղամարդը։ Չեմ կարողանամ նույնիսկ եղբորս աշկերին եւ մնացած տղաների աշկերին պարզ նայեմ, որովհետեւ ամեն ինչը մշուշոտ է արդեն։ Կգա երևի մի օր, հույս ունեմ մեծ, հույս ունեմ, որ մեր հողերին Տերը մենք ենք, մենք պիտի Տեր կանգնենք։ Աստծո կամոք մեր ժողովրդի համախմբվածությամբ։ Հույս միշտ կա։ Ես ունեմ 6 տարեկան թողնիկ, ամեն օր ինքը Google-ին հարց է տալի։ Ասում է, մենք որ թվին ենք Արցախը հետ բերելու։ Գահանա Մովսիսյան, Հենրիկ Համազասյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։